Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մանդանին հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայերին, որոնք սպանվեցին Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի եւ Հայաստանի տարածքում, չպետք է թույլ տրվի, որ պատմությունը կրկնվի։ 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100,000 հայերի, շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։ Հիշատակի այսօրը մենք հաստատում ենք հայ ժողովրդի եւ բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության եւ ինքնորոշման իրավունքը, եզրափակել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մանդանին։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դատապարտել է Ստեփանակերտի Մայր Տաճարի եւ Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը ադրբեջանցիների կողմից։ Կովկասի մահմեդականների վարչությունը Մայր Աթոռի հայտարարությունը որակել է որպես թշնամանքի եւ ապատեղեկատվության դրսեւորում։ Ըստ հայտարարության վերոհիշյալ եկեղեցիների քանդումը ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Վերջին ամիսներին հայրենիք վերադարձող նախկին տեղահանվածները ադրբեջանցիները բազմիցս դիմել են եւ պետական մարմիններին եւ դատարաններին, պահանջելով քանդել բոլոր այն շինությունները, որոնք գոյություն չեն ունեցել մինչեւ օկուպացիայի շրջանը։ Իդեպ վերջնականապես պետք է ընդունել ճշմարտությունը եւ հաշտվել այդ մտքի հետ, ասված է Կովկասի մահմեդականների վարչության հայտարարության մեջ։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ իրենց բնակավայրերը եւ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը պետք է բարձրացնել Երևանում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում, հայտարարել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Նա նաև զուգահեռներ է անցկացրել 1915 թվականի իրադարձությունների եւ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած զարգացումների միջև, նշելով, որ երկու դեպքերում էլ արձանագրվել է առաջնորդների մեկուսացում եւ հայ բնակչության տեղահանում, սակայն ներկայում հնարավոր է կիրառել պաշտպանական մեխանիզմներ։ Նրա խոսքով միջազգային դատական կառույցները կարող են հանդիսանալ գործուն մեխանիզմ գերիների իրավունքների պաշտպանության եւ վերադարձի ապահովման համար։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Ստամբուլում այս տարի եւս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը։ Կազմակերպիչները հայտարարել են, որ նման միջոցառումների անցկացումը բխում է ժողովրդավարության շահերից։ Նրանք նաեւ ընդգծել են, որ այդ հավաքները նպատակ ունեն հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ նպաստել հասարակական հիշողության պահպանմանը եւ անցյալի հետ առերեսմանը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Եվրամիությանը անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կկորցնի ՀՆԱ-ի առնվազն 23%-ը, որը կհագեցնի Հայաստանի Հանրապետության բնակիչների կենսամակարդակի զգալի անկման, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով ներկայիս մակարդակից, բնական գազի գինը կկրկնապատկվի, որը աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, հավելել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Discover the magic of MVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At MVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Իրանը առաջարկել է Միացյալ Նահանգներին ապաշրջափակել Հորմուզի նեղուցը եւ ավարտել պատերազմը, միաժամանակ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղափոխելով ավելի ուշ փուլ։ Իրանի առաջարկը թույլ կտա շրջանցել այդ խնդիրը ավելի արագ հասնելով համաձայնագրի կնքմանը, սակայն Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումը եւ պատերազմի ավարտը կզրկեն Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին ճնշման լծակից ապագա ցանկացած բանակցություններում, որոնք նպատակ ունեն հասնել նրան, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը, գրում է Axios-ը։ Իրանը առաջարկել է բանակցությունները բաժանել 3 փուլի։ Առաջին փուլում նախատեսվում է պատերազմի դադարեցում Իրանի եւ Լիբանանի անվտանգության երաշխիքներով։ Երկրորդ փուլում քննարկել Հորմուզի նեղուցի կառավարումը, իսկ երրորդում անդրադառնալ միջուկային ծրագրին։ Fox News-ին տրված հարցազրույցում Թրամփը նշել է, որ մտադիր է շարունակել Հորմուզի նեղուցի շրջափակումը, հույս ունենալով, որ դա մոտակա շաբաթներին կստիպի Իրանին գնալ զիջումների։ Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, արձագանք հայկական հեռուստաընկերությունը ոչ շահութաբեր կազմակերպություն է, որը չի ֆինանսավորվում որևիցե պետական կամ մասնավոր կազմակերպության կողմից։ Ձեր ֆինանսական օժանդակությունը մեր անկախությունն է։ Նյութական նվիրատվությունների համար կարող եք օգտվել այս հղումից կամ գտնել մանրամասն տեղեկություններ մեկնաբանության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։
Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։